Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր ես զրուցել եմ վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյանի հետ, շնորհակալ եմ պարոն Սարիբեկյան վերաբերյալ համար։ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ արեց հայտարարություն, որով ըստ էության ուղերձ էր հղում Ադրբեջանին, որ այո, մենք ի վերջո համաձայն ենք, կամ գուցե այսպես կուլիսներում համաձայնությունը վաղուց կար եւ հիմա դրա մասին Շաքերտավոր ասած ավետում էր հայ ժողովրդին, հա, որ ասած իր կարծիքով սահմանադրության նախաբանից պետք է հանվի անկախության հռչակագրի մաս տրվող հղումը, հա, մենք հիշում ենք, որ դա Ադրբեջանի պահանջն էր, որը իդեպ իշխանությունները ամենքերբ հերքում էին, ասում են մենք Ադրբեջանի պահանջով չէ, որ ուզում ենք սահմանադրություն փոխել, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանից հայտարարությունից օրեր առաջ արդարադատության նախարարը ասաց, որ անկախության հռչակագրի հղումը դուրս չի գա նախաբանից։ Ընդ որում նախարարը երբ որ դա ասում էր, դա ամենևին այնպես չէր, որ դա իր ցանկությունն է, դա սահմանադրության տրամաբանությունն է ուշում, որ դա անփոփոխելի հատվածում ներառված հղում է, այսինքն հնարավոր չէ փոխել սահմանադրություն չտապալելով, հա։ Անկամ այս հայտարարությունից հետո Ալիևը մի քանի օր հետո հայտարարեց, որ պատերազմներն ավարտվում են կապիտուլյացիայի կնքմամբ։ Այսինքն քանի Հայաստանը կապիտուլյացիոն փաստաթուղթ չի ստորագրել, բարես ուղիղ իմաստով կապիտուլյացիա, ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարություն, որը այստեղ ներկայացվում էր կապիտուլյացիոն, հա, որը այդպեսին չէր իրականում, այլ կապիտուլյացիոն, որ Հայաստանը հստակ պարտավորություններ ունենա, ռազմատուգանք երևի թե ցանկանան, որ նշանակի ասում են, ընդհանրում է կապիտուլյացիայի ընդհանուր միլիարդավոր դոլարների վնաս եք մեզ հասցրել Արցախը ձեր վերահսկողության տակ։ Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, սկզբից եղավ Ալիևի այդ հայտարարությունը, հետո Նիկոլ Փաշինյանի։ Իդեպ, երբ որ Նիկոլ Փաշինյանը այդ միտքը արտասանում էր ազգային ժողովում, հա, իմ մոտ հենց առաջի ասոցիացիան, դե ես on-line հետևում եմ, առաջին ասոցիացիան էր, որ այսպես մի ժողովրդական խոսք է, շունն էր եղել, այդպես չէր հաչացել։ Ինքը ցույց տվեց իր քո ամբողջ էությունը, հա, ինքը առաջի անգամ իր բերանով հայտարարեց դրա մասին։ Ճիշտ է, եւ իշխանամետ լրատվամիջոցներով, չգիտեմ, տարբեր տեսաբանների կողմից իրենց դաշտի, հա, իրենց ճամբարի տարբեր տեսաբանների կողմից, իրենց պատգամավորների, չգիտեմ, տարբեր առիթներով այդ թեման էփվում էր։ Բնականաբար մենք գիտենք, որ արդեն դեռ չեմ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, չգիտեմ, խորհուրդ եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը կար ու այնպես չէ, որ դա մեր համար անակնկալ էր, մանավանդ, որ արդեն Ադրբեջանի կողմից որպես խաղաղության համաձայնագրի կամ ինչ որ մի փաստաթղթի կնքման նախապայման դա հայտարարվեց։ Բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը ինքը իր բերանով դա արտահայտեց, դա ես ուզում եմ դիտարկել երկու տեսանկյունից, ընդհանուր աշխարհակաղակական process-ների ու ժամանակագրության մեջ եւ իր անձնական պրիզմայից։ Իդեպ ամենահետաքրքիրը ու ամենաճիշտը ինձ թվում է, պետք է դա դիտարկել աշխարհակաղակական process-ների, մեր շուրջ տեղի ունեցող աշխարհակաղակական process-ների տեսանկյունից։ Ինչու՞։ Հիշում եք, մեր հաղորդումներից, մեր զրույցներից մեկի ժամանակ դուք ինձ հարց տվեցիք, թե ինչ է նշանակում Մոսկվայից Վիտկոֆի Բաքու այցը։ Ես այն ժամանակ դա կապեցի ոչ այնքան հայ-ադրբեջանական հակամարտության հետ, այլ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իհարկե ես այս ամեն ինչն ասում եմ, որպեսզի ընդհանուր պատկերը պարզ լինի, շատ արագ իմացնեմ, որ հետո ասեմ ինչու Նիկոլ Փաշինյանին դիտարկել այդ տեսանկյունից։ Երեք ես լսում էի Վիտկոֆի հարցազրույցը Տակեր Կալսոնին, ռուսերեն թարգմանությամբ։
ինքը իր գործունեությունը նկարագրելիս նշեց մի քանի pointer, մի քանի кейսեր։ Դա Մերձավոր Արևելյան, Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունն է, դա ռուս-ուկրաինական հակամարտությունն է, դա Ամերիկա-Իսրայելա-իրանական հակամարտությունն է եւ դրանց հետ անալոգիայով ներկայացրեց հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Այսինքն Բաքու նրա գալը պատահական չէր, ես էլի մնում եմ այն կարծիքին, որ նա բաքվում էր ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվի, այլ որպիսի հայ-ադրբեջանական հակամարտության այսօրվա փուլը, կամ այսպես ասենք այսօրվա ստատուսը հանկարծ չխոչդոտի կամ հարկ եղած դեպքում օժանդակի նպաստի իրանական քեսում Ամերիկայի պաշտոնական քաղաքականությանը կամ դիվանագիտությանը։ Հիմա նկատի ունենալով այս ամեն ինչը, որ եթե ուղղակի ժամանակագրության մեջ նայենք, Վիտկոֆի հետ այցելությունից հետո որոշակի դադար կա հայ-ադրբեջանական այս փոխհրաձգության մեջ, ճակերտավոր, չնայած տաք հրաձգությունը մեր սահմաններին, գյուղերին եւ այլն շարունակվում է, բայց կարծես այդ դզվրտոցը մի փոքր մեղմվել է ու ես կապում եմ դա հենց այդ այցի հետ, այսինքն այնտեղ երևի ինչ որ բաներ կախարդական բառեր են այսպես ասած ասվել, որ հələ համբերի տեսնենք ինչ է կատարում եւ այլն, որովհետեւ կարողա չլինի այն ինչ որ մտածում ենք։ Հա։ Հիմա դա շատ լավ հասկանում են եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում, այսինքն Նիկոլ Փաշինյանի հիմնական պատվիրատուների շրջանակում եւ արդեն արագացնում են ֆորսաժ են անում իրադարձությունները։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը այլևս աջ ձեռքով աջ ականջը քորել, ձախ ականջը քորելու ցանկություն ու հնարավորություն շատ քիչ ունի։ Ստիպված է ինքը իր դեմքով մտնել խաղի մեջ ու ինքը իր բերանով ասել այն քաղաքականությունը կամ բարձրաձայնել են քաղաքականությունը, որ իրեն պարտադրվում է, որ կամ ինքը պարտավորվել է կատարել։ Սա ընդհանուր այս մեր իրավիճակից ելնելով։ Ինչ վերաբերում Նիկոլ Փաշինյանի անձնական տեսանկյունից, իմ կարծիքով, դատելով նրա հոգեբանական վիճակից, դատելով նրա խմբակցությունում տեղի ունեցող այդ արդեն նախաքաոսային կամ արդեն քաոսային, ես չգիտեմ, ես այդքանի սայդներ չունեմ, վիճակից, տեսնում եք, չէ, ասենք այն Հովիկ Աղազարյանի հետ կապված, այն Նավակ Ջոջորի, ես շատ գիտեմ այնտեղ եւ այլն, համենայն դեպս գոնե Հովիկ Աղազարյանի այդ քեյսը, որ քննարկվում էր գլխավոր դատախազի բերած, հա, ազգային ժողովում, երևաց, որ այդ խմբակցությունում ամեն ինչ, հետո բացի դրանից Անդրանիկ Քոչարյանի հետ կապված այդ միջադեպը եւ այլն, որ բարեվարկության հանձնաժողով էին ուզում հավաքել եւ այլն, ճիշտ է չհավաքվեց այդ հանձնաժողովը, մերժեցին այդ հանձնաժողովը, բայց այնուամենայնիվ ատամ ցույց տվեցին որոշ քպական։ Ալեն Սիմոնյանը, այո, մամուլն է գրում ԿՊ կանանց գունդը։ Հա, բացի դրանից, այն պատկերը, որ մենք երեք տեսանք ազգային ժողովում, դաշնակցության բերած ցեղասպանության շղթումը կամ կասկածի տակ դնելը քրեականացնելու օրենքի նախագծի շուրջ այդ ծեծկրտուկն ու այդ այլանդակությունը, որ տեղ ունեցավ ԿՊ-ականների մասնակցության հրահրմամբ, արդեն ասում են նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել այն սպորտային տերմինաբանություն կա, ֆինիշնե պրիմայա, ֆինիշի ուղիղից է դուրս եկել։ Այսինքն հիմա ինքը խաղում է գրեթե առանց պայմանականությունների, ինքը խաղում է վաբանկ ու բնական է, որ պետք է ցույց տար իր ամբողջ էությունը։ Սա ես այդպես եմ մեկնաբանում։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, եթե ձեզ հարցեր կան, դրանց մի մասին ես ուղղակի չեմ պատասխանի բովանդակության հետ կապված, որովհետև իրավագետ չեմ, իրավաբան չեմ։ Ճիշտ է, ես կարող եմ ընդհանուր գծերով ներկայացնել, բայց դա լավ կանի մասնագետն անի, քանի որ ես ուղղակի ձեր չեմ խոսում, մենք ավելի մեծ դասարանի համար հարցը նրանումն է, որ իհարկե մասնագիտական պատրաստականություն էլ
մենք իհարկե բովանդակություն չենք քննարկի։ Պետք չէ հասկանալ համար, որ այդ կետը չի կարող փոխվել, այսինքն դա սահմանություն པարզ գրված է, որ այդ հենց այդ նախաբանը ու 2-3 հոդված կարծեմ փոփոխման ենթակա չեն։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև իրանք հիմա բաստոն Գիտեք, փոփոխման թեմա են բերում մի հարցի շուրջ, որը սահմանադրությամբ փոխել են։ եկեք մենք մեր թևերի տակ փափուկ բարձ չդնենք։ Ինչի համար, Ես չեմ ասում չեն փոխելու։ Հա, Ես ասում դա փոխելու համար իրանք պետք է տապալեն սահմանադրությունը, այսինքն պետք է առողջ հայտարարեն։ Իհարկե։ Այդ դեպքում կարող են ուղղակի ինչ ուզել անել։ Այդպես Դրա մասին է խոսքը։ Այդպես էլ կատարում է վերջին մի քանի տարի։ Այդ ժամանակ լավ կլինի, որ սահմանադրության վերևը գրվի ոչ թե Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, այլ գրվի Նիկոլ Փաշինյանի կամ Նիկոլ Փաշինյանի տեր Ալիևի սրտի սահմանադրություն, որտեղ դա ավելի իրական։ Թուրքական վիլայեթի սահմանադրություն, չգիտեմ, դա ադրբեջանական ինչ որ գավառի կամ նահանգի կամ չգիտեմ։ Հայաստանի թուրքական էլի։ Նիկոլական Հանրապետության։ Է- Բայց դա է- շատ, տեսեք, դուք Witkoff-ի այցի մասին ասեցիք եւ ըստ էության, քանի որ իրանական գործոնով իրանական Իրանի շուրջ տեղ ունեցող էս գործընթացներով պայմանավորված Ալիևն ու Ադրբեջանը դերակատարում պիտի ունենան եւ դա արևմուտքի համար կարծեք թե պետքական է։ Հիմա ես մտավախություն ունեմ, որ Ալիևը օգտվելով այդ հանգամանքից արևմուտքին ասելու է հետեւյալը. գնացեք Հայաստանին համոզեք, թող կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրի եւ ես ձերն եմ։ Քանի Հայաստանը կապիտուլյացիա չի ստորագրի, ինչպես Արցախի պարագայում արեցին։ Գիտեք, տեսեք, եթե Ալիևը արևմուտքին ցանկանա համոզել, որպեսզի Հայաստանին պարտադրեն ստորագրել կապիտուլյացիա, ինքը չի կարող հաշվի չառնել Իրանի եւ Ռուսաստանի նկարտումները, ցանկությունները այս տարածաշրջանում։ Այսինքն այլ բան է Ալիևի ցանկությունը Ամերիկայի միջոցով ազդել Արևմուտքի կամ Ամերիկայի միջոցով ազդել Հայաստանի վրա, այլ բան է Հայաստանից իրականում ստանալ, որովհետև ինչու եմ ես սա ասում, Ալիևին ավելի հեշտ է Նիկոլ Փաշինյանին պարտադրել ու անմիջապես Նիկոլ Փաշինյանից ստանալ շրջանցելով արևմուտքնել, ամերիկանել, որովհետև եթե ինքը գնում է արևմուտքի դալանը, այնտեղ չեմ անում Ամերիկայի միջանցքը, չի կարող խուսափել ռուսական կամ իրանական խաչմերուկից, այսինքն եք ասում, բայց այդ պարագայում արևմուտքը կարող է Նիկոլին ասել, որ հետեւյալ Ալիևը կգա քեզ մոտ, դա մեր անունից է գալիս, մի խոսքով ինչ առաջարկ անում է, դու իմացի որ հա, նույն ձևով Ռուսաստանը կամ Իրանը կարող են Նիկոլ Փաշինյանին ասել, գիտես ինչ, եթե Ալիևի անունից Ամերիկայից կամ Եվրոպայից կգան քո մոտ, արի դու այնտեղ ռուսնան քաշի քեզ դիր գժի տեղ, մինչև տեսնենք ինչ ա լինում։ Այսինքն ես այնուամենայնիվ հակված եմ նրան, որ Նիկոլ Փաշինյանը այդ հարցում, այսինքն հայ-ադրբեջանական համաձայնագրի, այնտեղ չգիտեմ, կոնկրետ հարաբերությունը կոնկրետ խնդիրների վերաբերյալ անմիջական ինստրուկտաժի ու անմիջական վերահսկողության տակ է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եւ ոչ մի միջնորդ մանավանդ Ռուսաստանի եւ Ամերիկայի այսօրվա այդ ինտենսիվ հարաբերությունների կարգավորման ցանկությունների փուլում սեպարատ բան դժվար թե անի։ Փորձեցին դա անել Վրաստանում, չստացվեց։ Փորձեցին դա անել Հունգարիայում, չէ, ներողություն, Ռումինիայում։ Կարծես թե ստացվեց, բայց Ամերիկայի արձագանքը, այդ Վենսի արձագանքը շատ կտրուկ էր ու ապտակի նման էր։ Հիմա փորձում են դա անել, ասենք Մոսկվայում մայիսի 9-ի այդ տոնակատարություններ մասնակցելու անվան տակ կամ այդ պատրվակով Հունգարիային, Սլովենիային եւ այլն։ Հիմա արևմուտքի հնարավորություններն այդ առումով բավական չասեմ սահմանափակ են կաշկանդված են ու եթե մենք այդ տեսանկյունից նայենք, այսինքն այդ տարբերակը քննարկենք, նորից եմ կրկնում, այստեղ հնարավորություն է տրվում, ուզես թե չուզես, հնարավորություն է տրվում իրենց դեմքով խաղի մեջ մտնել արդեն Ռուսաստանին եւ Իրանին, որովհետեւ հիմա
հայտարարվում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները առանց միջնորդների են, չնայած գիտենք, որ Թուրքիան կոնկրետ ոչ միայն միջնորդ է, այլև թելադրող է Հայաստանին, այստեղ երկուսը մեկի դեմ են խաղում, թեև երրորդը կարծես թե ասում է հայ ես չեզոք եմ եւ այլն, դուք ոնց որոշեք, բայց հաշվի առեք նրանց պահանջները։ Մենք մերժել ենք ռուսական հարթակը, Ադրբեջանը մերժել է եվրոպական հարթակը, չէ՞, միջնորդության ու հիմա այդպիսի քայլ անել, դա անկախ նրանից ով կանի այդ քայլը, ասենք Ադրբեջանը դիմի Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը Նիկոլին ինչ որ բան պարտադրի, անմիջապես իր դեմքով խաղի մեջ կմտնի եւ Արևմուտք, Եվրոպան եւ Իրանը։ Եվ ընդհակառակը, եթե Ալիևը դիմի Եվրոպային կամ Եվրոպայից ինչ որ մեկը գա ասի, ես եկել եմ այդպես բան եւ այլն, դա հնարավորություն է տալիս խաղի մեջ մտնելու, այսինքն իրավաբանները, փաստաբանները դրանց են նոր ի հայտ եկած հանգամանքներ, հա։ Շատ լավ, հիմա մամուլը 3 Ես այդպես եմ կարծում։ Մամուլը 3 գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի համար քննարկելի է արտահերթ ընտրությունների գնալը։ Իբրև թե, չգիտեմ, ես այդտեղ մոտիվացիան չեմ հասկանում փոքր, բայց դուք ինչ եք կարծում։ Կարող է այս փուլում Նիկոլ Փաշինյանին պետք լինել այդ արտահերթ ընտրությունը։ Նիկոլ Փաշինյանին պետք են արտահերթ ընտրությունները, թե չէ, հիմա դժվար է ասել, որտեղ ասենք գիտենք լավ, այսպես ասենք արտահերթ ընտրությունների արդյունքում իր ցանկալի արդյունքը գրանցելու, հա, իր ցանկալի պատկերը ստանալու համար մենք գիտենք սոցիոլոգիական հետազոտություններ, արդյունքներ պաշտոնական հրապարակված, չի բացառվում, որ կան բազմաթիվ ներքին ու կորպորատիվ հարցումներ, որոնց արդյունքները մենք չգիտենք, բայց գոնե պատվիրատուները շատ լավ գիտեն, որոնք իմ խորին համոզմամբ, ինչ նաև ցույց տվեց Գյումրու եւ Փարաքարի ընտրությունները, շատ մոտ են իրականության, հա, իրականում իրար շատ մոտ են, բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ իր քաղաքական գիծը կամ իր քաղաքականությունը կամ իր իշխանությունը պահելու գիծը առաջ տանելու համար այդպիսի քայլերի դիմել է։ Հիշում ենք 20 թվականին COVID-ից առաջ ինքը նախաձեռնեց հանրաքվե, որը հետո ջրեց, հա, COVID-ի համատակ, որի պրթե հնարավոր չի։ Հետո էլի մի քանի անգամ, ընդեղ չեմ անում, Եվրամիություն մտնելու, Եվրաքվե բան եւ այլն, հանրաքվե ինչ-որ բան կար։ Տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանը զոնդաժ է անում, կամ լավ, այսպես ասենք, ցույց է տալիս, թե զոնդաժ է անում, ինքը կարող է գնալ այդ քայլին համապետական ընտրությունների, հանրաքվեի եւ այլն, բայց դրանով ինքը ուղղակի ինչ որ ազդակներ է ուղարկում տարբեր կենտրոնների կամ տարբեր քաղաքական խմբերի եւ այլն, որ տեսեք, ես կարող եմ, ասենք, բանից, հա, այն արտաճանապարհային կածանից մեքենայով հազիվ դուրս ենք եկել Մայրուղի ասֆալտի վրա ու գազ ենք տալիս, մեկ էլ հանգարց մի հատ այդպես բան ասում, նորից այդ մեր թափը կորցնում են, կանգնում են, պրոցեսները խառնվում են եւ այլն։ Սա տակտիկական քայլ է իմ կարծիքով, բայց մյուս կողմից էլ, տեսեք, դուք որ ասացիք, այսինքն մեջ բերեցիք Նիկոլ Փաշինյանի խոսույթը, թե պետք է իր կարծիքով հանել սահմանադրությունից այդ նախաբանի մասը, անկախության հռչակագիրի եւ այլն, բայց նախադասությունը նաեւ շարունակություն ուներ, կամ միտքը շարունակություն էր անմիջապես, բայց դա ժողովրդի որոշելիքն է։ Հա, հասկանալ է։ Մի վարքյան։ Այս դեպքում, դες մենք մի քանի այդպիսի փորձեր ասացինք, թվարկեցինք, հա, որ ինքը փորձել է ինչ-որ մեծ պրոցեսների ազդակ տալ, դրանով ինչ-որ պրոցեսներ կանգնեցնել կամ խառնել խաղաքարտեր եւ այլն, բայց այս դեպքում, երբ որ ինքը չի կարող այնուամենայնիվ արդեն այդ եզրագծին մոտենալից երբ արդեն ինքը վերջի շնչով վազում է դեպի ֆինիշ, չի կարող հետ կանգնել որոշակի պրոցեսներից, ինքը ուղղակի այդ պրոցեսների հաջողությունը չի կարողանում երաշխավորել իր պատվիրատուների մոտ։ Դրա համար ինքը չի բացառվում, որ այո, այս հանրաքվեն այնուամենայնիվ նախաձեռնի, իմիջիայլոց հանրաքվեն կարող է նաև զուգակցվել ընտրությունների, արտահերթ ընտրությունների եւ այլն, նայած թե որ բանն է, հա, իր համար ավելի ստանալ ազգային ժողովում կրկին մեծամասնություն ու հետո շարունակել, ինչպես ինքն էր գծել 27 թվից արդեն սահմանադրական փոփոխություններ, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնել, որը
ամենայն հավանականությամբ կտապալվի, ինքը դա կբարթի ժողովրդի վրա, այնտեղ պատվիրատուները կասի շեֆ, պամիդորը տվել ես, առնող չկա, մնացել փչացել է, կներես։ Դա արդեն կախված է, էլի եմ ասում, մեր շրջապատում ընթացող պրոցեսներից, որն է իր համար ավելի բան, այսինքն ինքը անի հանրաքվե, այդ հանրաքվեում տապալի իր ստանձնած պարտավորությունները ու հետո արդեն իներցիայով, նաև ընտրություններով, ինչպես ինքն է շատ ուզում, գնալ կամ մնալ իշխանության, հեռանալ իշխանությունից կամ մնալ իշխանության, թե չորով լուծել իշխանության հարցը ու հետո պարտադրել այդ հանրաքվեն բնականաբար իր ամենասիրած տարբերակով ոնց որ Կիրանցում արեց, ասաց, եթե չհամաձայնվեք շաբաթվա վերջ պատերազմ կլինի։ Իսկ պատերազմ կլինի, Ադրբեջան բավական ակտիվացրել է սահմանային անհանգստությունը, Ես այն ինչ որ ընդ քիչ որում առաջ վերջին ասում 1 էի, տարվա ընթացքում այսպիսի իրավիճակ չէր եղել։ չի եղել, ավելին, եթե չեմ սխալվում, կառավարության գործունեության այդ հաշվետվության մեջ էր, չէ, գրած, որ 2024 թվականը Հայաստանի պատմության մեջ ամենախաղաղ տարին է եղել։ Այո։ Եթե չեմ սխալվում, դա Այո։ հա, Ադրբեջանի կրակոցները սահմանում լարվածություն պահելը ինչ որ բան նշանակում են, բայց մեր երկրում մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելու կամ մեր վրա հարձակվելու Ադրբեջանի կողմից մեր վրա հարձակվելու ադրբեջանական ինտերվենցիայի հավանականությունը մեծապես պայմանավորված է նորից նույն աշխարհաքաղաքական այդ պրոցեսների տրամաբանությամբ կհաջողվի մարել մեծ մերձավոր արևելքում Ամերիկա-իրանական հակամարտությունը, Իսրայելա-իրանական հակամարտությունը կամ գոնե դա դնել խաղաղ ռելսերի վրա, պատերազմի հավանականությունը քչանում է։ Չի հաջողվի, պատերազմի հավանականությունը անհամեմատ բարձրանում է, բայց առաջին դեպքում, եթե ընդհանուր պրոցեսը հանդարտեցվի արտաքին խաղացողների կողմից, չի նշանակում, որ Ադրբեջանը արդեն Թուրքիայի կոնկրետ անմիջական հրահրմամբ, այստեղ արդեն ոչ մի խնդիր չկա Իրանի դեմ, ոչ մի խնդիր չկա Իսրայելի դեմ եւ այլն, սեպարատ գործողություններ անի Հայաստանի դեմ, որովհետեւ նման շանս այլևս ինքը չի ունենալու։ Իմիջիայլոց մի մոռացեք, վերջին 3 տարվա աշխարհի քաղաքական, տնտեսական պատմությունը կամ իրադարձությունները մի հետաքրքիր բան են բաց թողել կամ մարդիկ ովքեր որ քննարկում են, հա, նկատի ունեմ ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ամբողջ աշխարհի խառնվելը ու ամբողջ աշխարհի տերությունների, մասնավորապես Եվրոպայի երկրների ու Ուկրաինայի օգնականների կամ բարեկամեցողների, հա, այդ ակումբի խնդիրները, Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ պետությունն է, որ ակտիվ ու բացահայտ մասնակցություն չի ունեցել Ուկրաինայի զինման ու ֆինանսավորման հարցում։ Հա, իհարկե, այնտեղ ինչ-որ թռչող սարքեր, հումանիտար օգնություն, ոնց որ ասենք Ադրբեջանն է ուղարկում այնտեղ շտապօգնության ու հրշեջ մեքենաների համար վառելիք եւ այլն, այդպիսի մանր ժուլիկություններ կան, բայց ոնց որ ասենք Դանիան էր մասնակցում, ոնց որ Լեհաստանն էր մասնակցում, ոնց որ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան են մասնակցում, Իտալիան է մասնակցում, այնտեղ չեմ մյուս երկրներն են մասնակցում Ուկրաինայի պատերազմին, Թուրքիան չի մասնակցել, այսինքն Թուրքիան պահպանել է իր զինանոցները, ավելին այդ պատերազմի ընթացքում իր մասնագետների մասնակցության շնորհիվ ձեռքաբերել ժամանակակից ունակություններ, փորձառություն եւ այլն, ու հենց ամենայն հավանականությամբ դա հնարավորություն տվեց Սիրիայում այդպիսի գործողություն իրականացնելը Թուրքիան մտավ Սիրիա, բառացիոն այնտեղ իշխանափոխություն արեց, բերեց այն Շարային։ Կարծում եք դեռ Թուրքիային Ռուսաստանի դեմ օգտագործելու ժամանակը կգա։ Գիտեք, ես կրթությամբ նաև պատմաբան եմ, դիպլոմին գրած եմ միջազգայնագետ պատմաբան, պատմությունը շատ եմ սիրում։
ու պատմությունը լավ գիտեմ։ Իհարկե, ավարերի ճակատամարտի թիվը հիմա ձեզ կարող եմ ասել, որտեղ ես այն պատմաբաններից չեմ, որ Գինես ռեկորդների նման պատմության իրադարձությունների բոլոր տարեթվերն ու ամիսներն ու անուն ազգանունները հայրանուններով գիտեն, չէ, բայց ես գիտեմ, որ միշտ այսպիսի շրջադարձային փուլերում Ռուսաստանն ու Թուրքիան բախվել են իրար։ Իմիջիայլոց բախվել դա դեռ չի նշանակում, որ ասենք, չեմ անում, Տեր Ղուկասովի կորպուսը պետք է գնա, այնտեղ չեմ անում, Բայազեդն ազատագրելու կամ այնտեղ չգիտեմ, ռուսները պետք է հասնեն Ադրիանապոլիս եւ այլն եւ այլն։ Այդ ժամանակները, այդ պատերազմների ժամանակներն անցել են, բայց բախումը ամենայն հավանականությամբ տնտեսական, պրոքսի պատերազմական ամենայն հավանականությամբ կլինեն։ Կարող է դա իրոք այլ տեսք ունենա, այլ գծագրություն ունենա, բայց բովանդակությունը մնում է նույնը։ Չեն կարող, հնարավոր չէ։ Այդ բախումը անպայման լինելու է։ Շնորհակալ եմ, պարոն Սարիբեկյան, հետաքրքիր դրույթի համար։ Ես շեշտում զրուցում էի վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյան հետ, տեսություն կհանդիպենք։